2025 թվականը առատեր ջերմաստիճանային ռեկորդներով և վտանգավոր հիդրոօթերեւութաբանական երևույթներով հունվար-նոյեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8,1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե 1 աստիճանով, տաք են եղել հատկապես մարտն ու նոյեմբերը։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր, սկսած 1935 թվականի դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ, մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31,3 աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ 1935 թվականից հետո այս նոյեմբերը երկրորդ ամենատաքն էր, ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9-ին Կապանում 27 աստիճան։ 2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42,6 աստիճան օգոստոսի 2-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28,5 աստիճան հունվարի 30-ին։ 1935-ից հետո ամենաչորն է եղել նաև այս տարվա ձմեռը։ Վտանգավոր հիդրոօթերեւութաբանական երևույթների պակաս ևս չի եղել։ Առաջինը դա Արտաշատում մայիսի 5-ին 3 ժամ 10 րոպեվա ընթացքում թափվեց 1,5 անգամ նորմայից ավել տեղումներ։ 2026-ի հունվարը կլինի նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով։ Միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 9, իսկ երկրորդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։ Դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը, այսպիսով դեկտեմբերի 31-ի հետ կեսօրյա ժամերից հունվարի 1-ին, հունվարի 2-ին մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին։ Հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում, հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 30-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 6 աստիճանով, դեկտեմբերի 31-ին կբարձրանա 8-ից 10 աստիճանով, իսկ հունվարի 3-ից հետո կրկին կնվազի։ Ցրտահարության վտանգ չկա։ Վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարությունների վտանգից, որովհետև մինչև այս ձյան տեղումները հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոտսկում ծնածածկույթը բացակայում էր և կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է ցրտահարվել աշնանոցանը։ Բայց ունեցանք ձեռնառատ տեղումներ, այս պահին բոլոր լեռնային շրջաններում առկա է 20-ից 50 սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկ։ Վերջին տեղումները նպաստել են օդի որակի բարձրացմանը։ Հիդրոօթերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվության։ Երևան քաղաքում 2025 թվականին, որ ամենից աղտոտված կենտրոն վարչական շրջանն է, գրեթե 47% դեպքում գերազանցումներ չեն եղել, այնինչ նախորդ տարիներին ավելի շատ են գերազանցումներն եղել, նույնիսկ 2023 թվականին 19% դեպքերում է, որ գերազանցումներ չի եղել, այսինքն օդի որակի դեպի լավ որակ ենք գնում։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 17 սանտիմետրով, այս տարի Արփասևան ջրատարով Սևանա լիճ քիչ ջուր է տեղափոխվել, ոռոգման նպատակով ավելի շատ ջուր է բաց թողնվել։ Բրիր Մկրտչյան, լուրեր։